այնպես են խոսում, որ մեր ժողովուրդն էլ որ ասում է խոստում, այդ խոստումը վերաբերում է նրան, որ մարդիկ ասում են եւ ասում են առաջ։ Մերը հստակ 6 քայլ է։ Անվտանգության մասին 6 քայլ, տնտեսության մասին 5 հստակ քայլ։ Եթե այսօր իշխանական ներկայացուցիչները դեռևս միայն բառախաղի մեջ են տեսնում իրենց անվտանգությունը եւ փորձում են միայն բառախաղի տրամաբանության մեջ քարոզչություն անել, որ ստեղծել են անվտանգություն եւ դա չգիտեմ ինչ որ իրենց ներկայացրած խաղաղությունն է եւ այլն, դա այո, կարճ խաղաղություն է, թույլ խաղաղություն է, ինչպես եւ իր թույլ առաջնորդը, որովհետեւ միայն թույլ առաջնորդն է ստեղծում թույլ խաղաղություն։ Փաշինյան Նիկոլը իր այսօրվա խոսույթով իրականացնում է շանտաժ, սեփական ժողովրդի հանդեպ գնում է շանտաժի ճանապարհով, որը կարծում եմ սեփական ժողովրդի համար դավաճանական քայլ է։ Սեփական ժողովրդի հանդեպ դա դավաճանական քայլ է շանտաժ անելով, որպեսզի կարողանա իր կործանարար իշխանությունը պահել։ Ոչ մեկիս համար եւս մեկ անգամ նշում եմ, որ գաղտնիք չէ, որ այս մարդը բերել է 3 պատերազմ, որ ինքը պատերազմի սիմվոլն է, որ ինքը պարտության սիմվոլն է։ Մենք հստակ ձևակերպում ենք, որ պիտի ամուր լինի մեր բանակը, այն բաղադրիչներից է մեր բանակը, որ պիտի ամրապնդենք մեր երկարաժամկետ եւ կայուն խաղաղությունը։ Այո, դիվանագիտությունը իր հերթին, բայց բանակն էլ իր հերթին։ Լավագույն փորձագետներին, լավագույն սպառազինությունը, լավագույն բոլոր հնարավորությունները, ինչը կօգնի մեր անվտանգությունը ուժեղացնելու, մենք այդ ամեն ինչը ներգրավելու ենք, որովհետև մեզ համար կարևոր է զինվորի կյանքը, այլ ոչ թե այսօրվա քարոզչությունը։ Ուժեղ բանակ, որտեղ մենք ասում ենք, որ հստակ Հայաստանը պիտի ունենա նվազագույն անհրաժեշտության 10,000 դրոն, որպեսզի կարողանանք զսպել ցանկացած ռազմական էսկալացիա, քանի որ տեսնում ենք Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունները, որ նա դեռևս չի հրաժարվում իր տարածքային նկատմամբ։ Արժանապատիվ ծառայությունը կարևորագույն մեր կետերից մեկն է, որտեղ զինվորը ծառայելով զինված ուժերում ներդրում է կատարելու իր ապագայի ներսում, որտեղ հասկանալու է, որ երբ որ ծառայում է զինված ուժերում, քո կրթությունը լինելու է անվճար։ Այն զինվորը, ով ունի առաջադիմություն իր ծառայության ընթացքում, ստանալու է աշխատավարձ։ Հայաստանը պիտի ունենա ուժեղ վարչապետ։ Եվ այս բaragայում մենք ձևակերպել ենք, որ Հայաստանի հաջորդ վարչապետ պիտի լինի Սամվել Կարապետյանը։ Armenia Today խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը։ Շնորհակալ եմ Շիրազ եւս մեկ անգամ մեր հրավերը ընդունելու համար։ Ներքաղաքական հարցերին կանդրադառնանք նաեւ ձեր ներկայացրած քաղաքական միավորի այսպես քայլերի եւ առաջարկների, որոնք դուք ներկայացնում եք մեր համերկրացիներին, նախընտրական պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց փաստացի քարոզարշավը ընթանում է այս ամիսներին։ Թե դուք, թե Ուժեղ Հայաստանը, թե ԿՊ-ն մարզերով եք շրջում ավտոբուսներով, ներկայացնում եք ձեր առաջարկները, բայց մի տարբերություն, եթե նմանություններ էլ կան, տարբերություններ էլ կան։ Տարբերությունը այն է, եթե դուք մեր համերկրացու մարզերի, թե քաղաքների, թե գյուղերի բնակիչների հետ խոսում եք եւ իրենց ավելի շատ խոստումներ եք տալիս, ձեր ծրագրերն եք ներկայացնում, ապա ԿՊ-ն, այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները նաեւ հնարավորություն ունեն տեղում հարցեր լուծելու։ Շատ լավ, շնորհակալ եմ նախ հրավերի համար, բայց մեկ փոքրիկ ուղում ձեր թույլտվությամբ։ Մեր անվտանգության մասին 6 քայլ է, այլ ոչ թե խոստում։ Մի փոքր վերջի շրջանում այդ խոստում բառը այնպես է ձևափոխվել, որ կարծես թե մարդիկ եւ քաղաքական գործիչները որ այնպես են խոսում, որ մեր ժողովուրդն էլ որ ասում է խոստում, այդ խոստումը վերաբերում է նրան, որ մարդիկ ասում են եւ ասում են առաջ։ Մերը հստակ 6 քայլ է։ Անվտանգության մասին 6 քայլ, տնտեսության մասին 5 հստակ քայլ։ Տարբերությունների մասին դուք ակնարկ արեցիք, նմանությունների մասին կասեմ հետեւյալը, որ երբ Երևանով պատտվում էր մեր ավտոբուսները ընդհանուր, մենք անկախ ամեն ինչից նաև մեկնում ենք մարզեր, մեր իրազեկման ակցիան ենք անում, այլ ոչ թե քարոզարշավը,
Նաև գրասենյակներ եք բացում։ Շատ լավ։ Մեր իրազեկման ակցիան ենք իրականացնում, բայց այդ ամենին հետևելով կարող եմ ասել, որ այսօր իշխանական ներկայացուցիչները շատ լավ փորձում են նմանակել մեր քայլերը, շատ լավ հասկանալով, որ մեր քայլերը հաջորդաբար գրանցում են հաջողություններ։ Այսինքն անգամ նույնիսկ ավտոբուսի ֆակտորը դեպքում կարելի է մի քիչ շփիդով ասել, բայց անցում կատարեք մեր անվտանգային 6 քայլին։ Կարևորագույն հարցերից մեկը իհարկե անվտանգությունը, եթե ոչ ամենակարևորը Հայաստանի համար։ Եթե այսօր իշխանական ներկայացուցիչները դեռևս միայն բառախաղի մեջ են տեսնում իրենց անվտանգությունը եւ փորձում են միայն բառախաղի տրամաբանության մեջ քարոզչություն անել, որ ստեղծել են անվտանգություն եւ դա, չգիտեմ, ինչ որ իրենց ներկայացրած խաղաղությունն է եւ այլն, դա այո, կարճ խաղաղություն է, թույլ խաղաղություն է, ինչպես եւ իր թույլ առաջնորդը, որովհետեւ միայն թույլ առաջնորդն է էլի ստեղծում թույլ խաղաղություն։ Ես ուզում եմ ասել, որ մեր 6 քայլերը առաջի կետը դա ուժեղ դիվանագիտությունն է, երկրորդը ուժեղ բանակը, երրորդը պաշտպանված երկինքը, չորրորդը խելացի սահմանը, 5-րդը արժանապատիվ ծառայություն եւ 6-րդ քայլը տեղական ռազմաարդյունաբերություն մեր հանդիսատեսի մոտ, մեր ընկերների մոտ հնարավոր է շատ հարցեր առաջանան այս։ Ես փորձեմ մի փոքր բարձաբանել եք մանրամասներ շիրես։ Փորձեմ մի փոքր բարձեք մանրամասներ, որտեվ մարդկանց ուժեղ բանակ բոլորն էլ ցանկանում են ունենալ։ Այո։ Այստեղ պետք է հասկանալ նախ որ մոդելն ենք ընտրում։ Ինչպես ենք այդ ուղղությամբ գնում։ Տեսեք, ձեր անվտանգային խորհրդատուն Իսրայելից է, նաև Իսրայելից։ Նաև հիմա մարդկանց մոտ հարց է առաջանում, բա մեր ենթադրենք ուժային կառույցների, մեր բանակը ղեկավարած մարդկանց ժամանակին իրենց միջից մարդ ինչու ձեր խորհրդատուն չի, այլ Իսրայելից է։ Նախ ներկայացնեմ, որ մեր անվտանգային թիմի ղեկավարը Արթուր Ավանեսյանն է, ով պատերազմի լեգենդար հերոս է։ Այո։ Բոլորիս շատ լավ հայտնի Արթուր Ավանեսյան չի, հասկանալի է։ Սրա մասին միայն դրականն են խոսում։ Ինչ եք ասում Զվիկա Խայմովիչի մասին։ Նա անկախ ոլորտային փորձագետ է, ով չի ներկայացնում պետություն եւ լինելով այստեղ, լինելով ուժեղ Հայաստանի անվտանգային խմբի խորհրդատու միտված չէ որևէ պետության դեմ, երրորդ պետության դեմ։ Մենք լինի անկախ միջազգային փորձագետ, լավագույն փորձագետներին, լավագույն սպառազինությունը, լավագույն բոլոր հնարավորությունները, ինչը կօգնի մեր անվտանգությունը ուժեղացնելու, մենք այդ ամեն ինչը ներգրավելու ենք, որովհետև մեզ համար կարևոր է զինվորի կյանքը, այլ ոչ թե այսօրվա քարոզչությունը։ Ինչ անում է այսօրվա իշխանությունը։ Իշխանությունը ամեն ինչ օգտագործում է, որպեսզի դարձնի բոլոր բաղադրիչները դարձնի քարոզչություն։ Մարտական դիրքերը իրենց կահավորված այս վերջում շատ լավ հիշում ենք, որ մարտական դիրքերը կահավորել էին, այդ ամեն ինչը քարոզչություն են ներկայացնում ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այդ տեղեկատվությունը հավասարազոր է գաղտնազերծման, այնինչ պիտի պահվեր գաղտնի, նրանք դա օգտագործում են իրենց ստատուսը, իրենց լեգիտիմությունը, թեպետ ինչ որ ցածր ցուցանիշների վրա է, բարձրացնելու համար։ Ես ուզում եմ հստակ ասել, որ այդ մարդիկ անկախ ոլորտային փորձագետներ են, դուք նաև շատ լավ նկատած կլինեք, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք նաև մեր գործունեությանը։ Նկատել եք, որ մենք անկախ ոլորտային փորձագետ ունենք Հունաստանից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից, եւ այդ խմբի ղեկավարն է Արթուր Ավանեսյանը։ Ինչը վերաբերում է մեր ուժեղ դիվանագիտության քայլին, նախ արձանագրենք, որ ուժեղ խաղաղությունը ապահովված կլինի այն ժամանակ, երբ Հայաստանին կունենանք մի քանի երաշխավորներ։ Որն է այս երաշխավոր նկատի ունեք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային այդ գործընթացում ուժեղ դիվանագիտության բաղադրիչներից մեկն է, որ ունենանք մի քանի երաշխավորներ։ Սա նշանակում է, որ եթե այս պարագայում կարող է լինել անգամ ԱՄՆ-ն, կարող է լինել Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, եթե Ռուսաստանը չեք նշում, բոլոր գերտերությունները, աշխարհաքաղաքական բոլոր գերտերությունները
պետք է մենք կարողանանք կոնսոլիդացնել մեր դիվանագիտությունը այս պարագայում։ Եթե մի պետություն ունենում է որոշակիորեն խնդիրներ, աշխարհաքաղաքական խնդիրներ, մենք պիտի ունենանք շատ երաշխավորներ, որպեսզի այդ պետության խնդիրների հետևանքը չանդրադառնա մեզ։ Սա կարևորագույն կետ է, որ մենք պիտի որդեգրենք։ Կարևորագույն կետերից մեկը այն է, որ մենք որդեգրելու ենք հստակ կարմիր գծեր, ինչը չի անում այսօրվա իշխանությունը։ Այսօրվա իշխանության դիվանագիտական ոլորտում նկատի ունեք։ Եվ նաև, քանի որ այսօրվա իշխանությունը ընտրել է դեռևս միակողմանի զիջումների ճանապարհը, ում համար է գաղտնիք, որ այսօրվա իշխանությունը զիջել է հայկական սիմվոլները, զիջել է իր դիվանագիտության մեջ ուժեղի դիրքերից բանակցել է, զիջել է Հայաստանի սուբյեկտայնությունը, միջազգային այսպես ասած բարձր ձող ունենալու հատկությունը, զիջել է անդադար Արցախի մասին խոսույթը, ցեղասպանության մասին միջազգային իրավունքի պահանջը, Արցախի ռազմաքաղաքական գերիների ետ վերադարձի պահանջը եւ շարունակաբար զիջում է, այնինչ կապված է դիվանագիտության հետ, կարծես թե անդադար զիջում է։ Ձեզ կհակադարձեն եւ հակադարձում է իշխանությունը, նշում է, որ հիմա Հայաստանը առավել քան անկախ է եւ նույնիսկ Արցախի հարցը, որ չկա հիմա օրակարգում, դրանով էլ է անկախ, որովհետև այդ Արցախի հարցը Ռուսաստանը, գուցե եւ մյուսները օգտագործում էին Հայաստանին եւ գուցե եւ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ինչ-ինչ հարցերում։ Հիմա Հայաստանը առավել քան անկախ քաղաքականություն է, արտաքին քաղաքականություն է վարում։ Դա ասում է գործող իշխանությունը։ Այնքան անկախ է, որ կարծում եք, որ այսօր Հայաստանի սուվերեն տարածքում շարունակում է ադրբեջանական զորքերը սուվերեն տարածքում շարունակում են ադրբեջանական զորքերը տեղակայված մնալ եւ դրա մասին համապատասխան արձագանք չկա այսօրվա իշխանության կողմից։ Այսինքն, ասում են սահմանազատմամբ այդ հարցը կլուծեն։ Այսինքն, կարծում եմ, այս իշխանությունը դեռևս որդեգրել է եւ շարունակում է որդեգրել միակողմանի զիջումների ճանապարհը։ Ադրբեջանի առաջնորդը Հայաստանի Սևանա լիճը այլ անվանումով է կոչվում, այստեղից փորձում են արդարանալ։ Փորձում են դեռևս արդարանալ։ Ինչքան պիտի զիջեն, որպեսզի հասկանանք դա վերջ է։ Իրենց պարագայում չկա։ Եթե թույլ է, առաջնորդը իր տեսակով թույլ է, չունի քաղաքական կամք, չունի ընդհանրապես կայունություն, իր որոշումների մեջ, իր տեսակի մեջ, իր վարքագծի մեջ չունի կայունություն, մենք թույլ առաջնորդի հետևանքները շարունակ դեռևս տեսել ենք, բայց ինչ պիտի սպասենք, որ այսպես ասած մեր ժողովուրդը մի լավ խոսք ունես, մեր դանակը ոսկորին հասնի։ Մեզ պետք է ուժեղ առաջնորդ։ Հայաստանը պիտի ունենա ուժեղ վարչապետ։ Եվ այս պարագայում մենք ձևակերպել ենք, որ Հայաստանի հաջորդ վարչապետ պիտի լինի Սամվել Կարապետյանը։ Դուք չեք գտնում, որ այդուամենայնիվ ներքին քաղաքական օրակարգերի ձևավորման գործում առաջատար այս պահին ԿՊ-ն է, գործող իշխանությունն է։ Լինի գրեթե յուրաքանչյուր օր ես մեր հետևորդները լրահոսի մեջ տեսնում ենք հիմնականում իրենց հետ կապված թե բացասական թե դրական առումով ինչ որ լուրեր։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մեր էմպիրիկա կազմակերպության կողմից ցույց տված հարցումները, որտեղ կարծես թե Փաշինյանը շատ հստակ կերպով զիջում էր։ Փաշինյանի վարքագիծը եւս խոսում է, կարծում եմ, որ ինքն էլ է շատ լավ հասկացել, որ իր ցուցանիշները ավելի ցածր են, դրա համար անընդհատ պատտվում է Երևանով, մարզերով, մեկ անգամ էլ մի ծիծաղալի դեպք պատեց, որ ինքը անգամ խոստովանեց, որ անընդհատ նույն մարդկանց է տեսնում։ Տպավորությունն է, որ այդ ամենը բեմադրված է։ Նա էլ է շատ լավ հասկանում, որ իր ցուցանիշները շատ ցածր են եւ չկա հավանական տարբերակ, որ նա կարող է վերարտադրվել։ Այսինքն նա էլ է հասկանում, որ Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանի հաջորդ վարչապետ լինելու է Սամվել Կարապետյանը։ ԿՊ-ն վերջին ժամանակներում դե հնչեց դա առաջին հերթին այդ թեզը հնչեց որոշ ԿՊ-ականներից, նախարարներից, հետո արդեն կրկնեց, ոչ թե կրկնեց, արդեն ավելի հստակ դա ձևակերպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նշեց կամ խաղաղություն կամ պատերազմ։ Այդ թեզի մեջ է տանում ամբողջ քարոզարշավը։ Խաղաղության կողմնակից իրենք են բերել խաղաղություն եւ եթե իրենք ոչ թե չվերընտրվեն
այլ նույնիսկ սահմանադրական մեծամասնություն չունենան ազգային ժողովում, Հայաստանը խաղաղություն չի ունենալու։ Մնացած բոլոր ուժերը, այդ թվում նաև ձեր ներկայացրած քաղաքական միավորը Հայաստանին պատերազմ է բերելու։ Փաշինյան Նիկոլը իր այսօրվա խոսույթով իրականացնում է շանտաժ սեփական ժողովրդի հանդեպ, գնում է շանտաժի ճանապարհով, որը կարծում եմ սեփական ժողովրդի համար դավաճանական քայլ է։ Սեփական ժողովրդի հանդեպ դա դավաճանական քայլ է շանտաժ անելով, որպեսզի կարողանա իր կործանարար իշխանությունը պահել։ Ոչ մեկիս համար եւս մեկ անգամ նշում եմ, որ գաղտնիք չէ, որ այս մարդը բերել է 3 պատերազմ, որ ինքը պատերազմի սիմվոլն է, որ ինքը պարտության սիմվոլն է, ում համար է գաղտնիք։ 18 թվականին ասում էր, որ ինքը իր տեսակով ուժեղ ղեկավար է, իր խոսքերն եմ ցիտում, ասում էր, որ ինքը կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության խաղաղությունը, 20 թվականին ունեցանք պատերազմ։ 21 թվականին ասում էր, որ Արցախը կփորձի ավելի ամուր պահել, դեռևս ականջին հաջող խոստումներ են հնչում, 23 թվականին ունեցանք պատերազմ։ Հիմա այս ընտրություններին ասում է, որ խաղաղություն է ապահովելու, ինչ պիտի եւս երրորդ անգամ խաբվենք նրա կեղծ թեզերին։ Ես ուզում եմ մեր հերոստատիտողին մեկ անգամ հստակ նշել, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է ուժեղ խաղաղություն ապահովել, քանի որ նա ունի միջազգային կապեր եւ ոչ միայն դիվանագիտության այն բաղադրիչները, որ որդեգրել ենք, նաեւ մենք ունենք հավելյալ այլ կետեր, որ ես ուզում եմ ներկայացնել մեր հանրությանը, որպեսզի հասկանանք, որ խաղաղությունը չի ստեղծվում բառերով, չի ստեղծվում քաղաքական թեզերով եւ չի ստեղծվում միայն պոպուլիստական խոստումներով։ Մեր երկրորդ կետն է ուժեղ բանակ, որտեղ մենք ասում ենք, որ հստակ Հայաստանը պիտի ունենա նվազագույն անհրաժեշտության 10,000 դրոն, որպեսզի կարողանան զսպել ցանկացած ռազմական էսկալացիա, քանի որ տեսնում ենք Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունները, որ նա դեռևս չի հրաժարվում իր տարածքային նկարտումներից, որ ինքը ցանկանում է որոշակիորեն դեռևս կեղծ թեզեր հորինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին։ Իր այսպես կոչված բռունցքը դեռևս բռունցքով թափահարում է Նա եթե ասում է, իր հայտարարությունն ասում է, եթե այսօր բացենք սահմանները, ես 6 ամիս հետո հնարավոր է փոխեմ իմ որոշումները։ Սա իր խոսքերն են։ Այսինքն հասկանում ենք, որ դեռևս չի հրաժարվել իր նպատակները, իր սեփական իղձերից չի հրաժարվել։ Մեր երրորդ կետն է պաշտպանված երկինք։ Ես մասնակից եմ եղել 2020 թվականի կործանարար պատերազմին, լինելով առաջնագծում, լինելով ժամկետային զինծառայ, ու ես ինքս եմ տեսել, որ ականանետը ինչպիսի ռմբա, այսպես ասած, տեղատարապ է իրականացնում մեր գլխին, ինչպիսի դրոնների տեղատարապ է իրականացվում մեր գլխին, եւ շատ ուղիղ կերպով ասում եմ, որ այդ ժամանակ երկինքը պաշտպանված չէր։ Մենք առաջարկում ենք պաշտպանված երկինք կինետիկ եւ ոչ կինետիկ միջոցներով։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքը բոլոր կողմերից պիտի պաշտպանված լինի։ Ինչ է նշանակում կինետիկ եւ ոչ կինետիկ։ Կինետիկ նշանակում է, որ ֆիզիկապես օդում արդեն դրոնը խոցվում է։ Իսկ ոչ կինետիկ նշանակում է, որ մենք համալրելու ենք համապատասխան սարքավորումներ այսօրվա 21-րդ դարի արդիականացված, ինչպես տեսնում ենք, շատ պետության զինված ուժերում, ասում են, որ հետեւյալը ոչ կինետիկ սարքավորումը թույլ է տալիս, որպեսզի դու օդում գտնվող դրոնի համակարգը, որով նրան կառավարում են, խափանես, փոքրինչ խափանես, հետո արդեն կինետիկ միջոցներով օդում արդեն վնասազերծես։ Խելացի սահման եզրույթը շատերիս է հետաքրքիր իրականում, երբ որ ես ծառայել եմ զինված ուժերում, որպեսզի պատկերացնենք առաջնագիծը ամբողջական պաշտպանելու համար, այսօրվա իշխանությունը դեռևս 2018 թվականին, երբ որ ասում էր մենք կառուցելու ենք պետություն, մենք կառուցելու ենք այնպիսի բանակ, դեռևս պոպուլիստական հայտարարություններ։ Այնպիսի հայտարարություններ անում, որ թվում էր թե բանակը հիմա այնպես են զինելու, որ կասկած չկա, բայց այդ ժամանակ իմ ծառայած ժամանակ ոչ մի հանդիպում,
ոչ մի բարեփոխում, ոչ մի շոշափելի փոփոխություն զինված ուժերում չի եղել։ Ում համար է գաղտնիք, որ անգամ այդ ժամանակ 2019 թվականին փոփոխեցին սպառազինության ձեռքբերման պլանը եւ որտեղ պիտի Հայաստան, եթե ես չեմ սխալվում, Հայաստան պիտի գար մոտ 2500 ԱԹՍ, փոխարենը մենք ձեռքբերեցինք $200 միլիոն օղակի սուեր, որոնք դարձան ընդամենը սելֆիների, ինչ ասեմ, քարոզարշավի մի մաս։ Մեկ էլ այդ պլանում կար հոբ համակարգերի, բուկերի մասին էր խոսվում։ Հիմա անդրադառնանք ավելի մանրակրկիտ։ Նախ դուք նշում եք, որ դուք եղել եք մասնակից 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ տեսել եք, թե որքանով պաշտպանված չի եղել այդ պահին երկինքը, այսինքն ադրբեջանական ԱԹՍ-ները գերակայություն են ունեցել։ Իշխանությունն էլ է դա ասում է բանակ չենք ունեցել։ Մենք գիտենք, որ լավ բանակ ունենք, բայց փաստացի պատերազմը ցույց տվեց, որ նախկինների օրոք այդ բանակը, ինչպես որ դրա մասին խոսվում էր, հաղթանակած բանակը ճիշտ չի կառուցվել, եւ մենք փորձում ենք նոր բանակի նոր մոդել կառուցել, բայց առաջնահերթորեն սա հարցի եւս մի երանգ է, բայց առաջնահերթորեն մենք մեր խաղաղությունը, անվտանգությունը ապահովում ենք դիվանագիտությամբ Ադրբեջանի հետ գնալով խաղաղության գործընթացում, գնալով ի վերջո խաղաղության պայմանագիր կնքելուն։ Դրանով ենք ապահովում առաջնահերթ մեր անվտանգությունը։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը ինքը շատ լավ հասկանում է, որ խաղաղությունը դա իր քարոզչական բաղադրիչն է այսօր, որ փորձում է անգամ որոշակիորեն իր ցածր ցուցանիշները բարձրացնել։ Բայց մեզանի շատ լավ պիտի հասկանանք, որ այսօր անվտանգության դոկտրինը նշված է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը զինված ուժերն են։ Դա չի փոխվել։ Եթե դրանք քաղաքական, ինչ ասեմ, པարզ հայտարարություններ են, մենք հստակ ձևակերպում ենք, որ պիտի ամուր լինի մեր բանակը, այն բաղադրիչներից է մեր բանակը, որ պիտի ամրապնդենք մեր երկարաժամկետ եւ կայուն խաղաղությունը։ Այո, դիվանագիտությունը իր հերթին, բայց բանակն էլ իր հերթին։ Տեսեք, հետաքրքիր մի բարձ բան պատմեմ, փորձեմ լրացնել ձեր հարցի պատասխանը։ Դուք ասում եք, որ ինչեր են ասել, չէ՞։ Ես հստակ ասում եմ, իմ ծառայության ընթացքում ոչ մի փոքրիկ փոփոխություն չի եղել, անգամ առաջնագծի սահմանում։ Առաջնագծում ոչ մի փոփոխություն չի եղել։ Քանի որ գուցե ներեցեք, Շիրազ, գուցե պլանը պաշտպանության պլանը ճիշտ չի գործել։ Գուցե դրանում է եղել հարցը, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն ասում է, որ մեր բանակը այսպիսի վիճակում է եղել, լավ վիճակում չի եղել։ Մենք գիտենք, որ լավ վիճակում է, բայց լավ չի եղել, չնայած միջ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մենք շատ ուժեղ ենք 20 թվականի հունիսի այդ հիշում եք Տավուշյան դեպքերը 1-2 օրվա, դրանից հետո առավել քան սկսեց դրա մասին խոսել, բայց իրեն հակադարձում են երկրորդ եւ երրորդ նախագահները եւ իրենց քաղաքական ուժերը ասում են լավ էլ բանակ ենք ունեցել։ Երկրորդ նախագահան ուղիղ ասում է, որ 44 օրյա պատերազմում մենք առնվազն կարող էինք չպարտվել։ Ես մեկ հստակ օրինակ ասեմ ձեզ 2018-ից մինչև 2020 թվականը 2 տարի է, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ մինչև 2020 թվականը։ Այլ կերպ չեմ կարող ձևակերպել։ Կանսերվի բանկաներ են եղել առաջնակցում։ Եվ մենք առաջարկում ենք խելացի սահմաններ։ Որն է այս խելացի սահմանների բաղադրիչները։ Կարևորագույն մշտադիտարկման եւ թե գիշերեն եւ թե ցերեկային սարքավորումներ են մեզ պետք առաջնագծում։ Մեզ պետք է այդ խելացի սահմանները կառուցելու համար կիբերհամատանգություն, արհեստական բանականություն եւ այլ 21-րդ դարի այսօրվա տեխնոլոգիական համալրվածություն։ Դրա համար գումարներ են պետք, չէ՞, Շիրազ։ Շատ լավ։ Մեզ պետք են գումարներ։ Ինձանից ավելի լավ կարող եք դուք փաստել, որ այսօր պաշտպանական ծախսերը 1.8 միլիարդ դոլարից կրճատել են հասցնելով 1.5 միլիարդ դոլարի։ Այսինքն 2025 թվականի տվյալներով Նիկոլ Փաշինյանը կրճատել է բանակի ծախսերը, այլ կերպ չեմ կարող ձևակերպել, իսկ Ադրբեջանի առաջնորդը 2026 թվական տվյալներով իր զինված ուժերի բյուջեն հասցրել է 5.1 միլիարդ դոլարի։ Ինչ եք դոլարային, այնտեղ ինչ եք տեսնում։ Միլիարդ դոլարի։ Մենք կրճատել ենք մեր 1.5 միլիարդ դոլարը մեզ մոտ։
Ես առաջարկում հետեւյալը. մենք արդեն ձևակերպել ենք, որ առաջնահերթ ուժեղ խաղաղության համար, ուժեղ բանակ ունենալու համար պիտի ունենանք ուժեղ տնտեսություն։ Այսօր Հայաստանի 2025 թվական տվյալներով ինչպես է չափում տնտեսությունը, համախառն ներքին արդյունքը Հայաստանի 29 միլիարդ դոլար է։ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը 2026 թվական տվյալներով մոտ արդեն հասնում է 76 միլիարդ դոլարի։ Եվ ուժեղ բանակ ունենալու համար, ուժեղ սպառազինություն ձեռք բերելու համար դու պիտի տնտեսությունը ուժեղացնես։ Անկամ ներդրումների տեսքով եթե ձևակերպենք, դեռևս մինչև 2018 թվականը ներդրումները Հայաստանում կազմել են մոտ 3.5 միլիարդ դոլար։ 18 թվականից մինչև այսօր, այսինքն 18 թվականի եռամսյակից մինչև 25 թվականի եռամսյակը ամբողջ այդ տարիների ընթացքում ներդրումները օտար երկրի մեր երկրում կազմել են մոտ 1.2 միլիարդ դոլար, մի քիչ Չեմ տիրապետում, որ ձեզ օգնեմ այդ հարցում։ Մի քիչ ավել։ 1.2 կարծում եմ 1.2 միլիարդ դոլար, ես ճիշտ եմ հիշում, մի քիչ ավել։ Այսինքն նվազել է 3.5-ից մոտ իջել է 1.2 միլիարդ դոլար։ Ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը բոլոր ոլորտներում կարծես թե կործանարար քաղաքականություն է վարել եւ այսօր էլ փորձում է հասարակությանը խաղաղություն բառը վաճառել։ Իմ բարձ կարծիքով նման քաղաքական գործիչը թույլ առաջնորդի առաջին հերթին ստախոս է, վաճառական եւ դեռևս պոպուլիստ։ Շիրազ, այս պարագայում, եթե իշխանափոխություն տեղի ունենա, Նիկոլ Փաշինյանը ուղիղ ասում է, եթե իրենք չընտրվեն եւ նույնիսկ համանդրական մեծամասնություն ազգային ժողովում չունենան ԿՊ-ն, ապա պատերազմը կործանարար պատերազմ է Հայաստանին սպասվում սեպտեմբերին։ Դե մի կողմ դնենք թե այդ տվյալը որդից եւ այլն, այդ ինչ հաշվար կա, դե իրենք պետք է այդ հարցին պատասխանեն։ Հիմա իսկապես էսկալացիայի վտանգ կա թե ոչ, այսինքն եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, Բաքուն կարող է գնալ սանձազերծելու եւս նոր պատերազմ, ենթադրենք Սյունիքի ուղղությամբ, ենթադրենք, չգիտեմ, եւ եթե այդ այսպես հավանականություն դուք որոշ չափի, եթե նույնիսկ տեսնում եք, դրան ինչպես պետք է հակադարձենք եւ հասնենք հակադարձել։ Եթե այսօրվա վարչապետը խոսում է այնպես վստահությամբ, որ պատերազմ է լինելու կամ պատերազմ է ինքը բերելու, որ ինքն է պատերազմ բերելու կամ այդ տրամաբանության մեջ վերցնենք, ինձ մոտ տպավորություն է, որ ինքը որոշակիորեն պայմանավորություն ունի Ադրբեջանի առաջնորդի հետ։ Ես կարծում եմ, որ իրեն հստակ քայլեր են ասվել, որ պիտի նախև առաջ սա անես, այս քայլը անես։ Իհարկե կարծում եմ, որ նրան սպառնում է Ադրբեջանի առաջնորդը, որ իմ բոլոր ցանկությունները դու պիտի բավարարես, եւ դա բնորոշ է միայն թույլ առաջնորդին, որպեսզի այդ ցանկությունները բավարարի։ Գիտեք ինչ, միայն ուժեղ առաջնորդը կարող է Հայաստանի խաղաղությունը կայունացնել, քանի որ կտրուկ կայունացնել, արագ կայունացնել։ Քանի որ կարծում եմ իր դիվանագիտության մեջ կարևորագույն դերակատարություն ունի նրա միջազգային կապերը, նրա դերակատարությունը, նրա սուբյեկտայնությունը, որ նա կախում չունի որևիցե մեկից եւ չի վախենում որևիցե մեկից։ Եթե ես մի փոքրիկ վերլուծություն անեմ, որ այսօրվա վարչապետը դեռևս հստակ կախում ունի Ադրբեջանի առաջնորդից, որ դեռևս իր տնային աշխատանքը չի կատարել, որտեղ նրան անդադար ասում եմ, որ դա հիշի։ Պահանջների մասին եք ասում։ Այո։ Ես կարծում եմ, որ մեզ այնպիսի առաջնորդ է պետք, որ Հայաստանի սուբյեկտայնությունը կարող է բարձրացնել, որտեղ Հայաստանի միջազգային հարթակներում նշաձողը կարող է բարձրացնել։ Եթե այս պարագայում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանին դեռևս դիտարկում են թույլ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը հետաքրքիր գործընկեր չի կարող լինել։ Ուժեղ պետությունների կողմից հետաքրքիր գործընկեր չի կարող լինել։ Ուժեղ պետությունները թույլ պետություններին չեն դիտարկում իրենց հետաքրքիր գործընկեր։ Իսկ այդ թույլությունը ապահովում է դեռևս այսօրվա իշխանությունը։ Ես կարծում եմ, որ այլ պետության ղեկավարների այլ կերտերություն, այսպես ասած Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի բոլոր պետությունների կողմից կարող է իրավիճակ փոխվել, կարող է վերաբերմունք փոխվել
եթե Հայաստանի հաջորդ վարչապետ լինի Սամվել Կարապետյանը։ Արժանապատիվ ծառայությունը կարևորագույն մեր կետերից մեկն է, որտեղ զինվորը ծառայելով զինված ուժերում ներդրում է կատարելու իր ապագայի ներսում։ Որտեղ հասկանալու է, որ երբ որ ծառայում է զինված ուժերում, քո կրթությունը լինելու է անվճար։ Այն զինվորը, ով ունի առաջադիմություն իր ծառայության ընթացքում, ստանալու է աշխատավարձ, քանի որ շատ գյուղերում, հենց ընտանիքում աշխատող ուժը հենց այդ տան տղան է, ով մեկնում է ծառայության։ Պետությունը պիտի հոգա եւ պիտի զինվորը զգա, որ պետությունը իր թիկունքին է։ Այդ ծախսերը պետությունը ինչպես պետք է հոգա։ Կարծում եմ այդ ծրագիրը կարելի է կյանքի կոչել եւ մեր տնտեսությունը որոշակիորեն ավելի բարվոք, ավելի լավ վիճակում կլինի, ոչ թե այսօրվա։ Մեր 6-րդ կետը տեղական ռազմաարդյունաբերությունն է, որտեղ Սամվել Կարապետյանը իր միջազգային կապերը գործի դնելով կարող է Հայաստանում մեծ ներդրումներ բերել, որտեղ կարող է ռազմաարդյունաբերություն լինել, որտեղ մենք կարող ենք արտադրել այնպիսի գոնե նվազագույն, այսպես ասած, դետալներ, որտեղ մեր կախվածությունը կքչացնենք այլ պետություններից եւ որտեղ Հայաստանի Հանրապետության կախվածությունը թույլատնելով կբարձրացնենք սուբյեկտայնությունը, նաեւ դերակատարությունը։ Կարելի է ասել, սեղանում, եթե սեղանի շուրջ նստած են մեծ դերակատարներ, գոնե սեղանում դրված ամանից նրանք կդարձնենք գոնե որոշակիորեն դերակատար։ Եթե այսօր Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն միջազգային հարթակներում ուղղակի սեղանին դրված աման է, մենք կարող ենք նրան վերադարձնել իր սուբյեկտայնությունը։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, այն դարից սկսած, ինչ տեխնոլոգիաները մտան ռազմական ոլորտ, երբ որ նետ ու աղեղը ու թուրը դրվեցին մի կողմ, այդ դարից սկսած, երբ որ հրացան եղավ, լավ խոսք կա, պատերազմները հաղթում է տնտեսությունը։ Եթե տնտեսությունը որևէ պետության ուժեղ չեղավ, պատերազմում մեծ հավակնություններ չես կարող ունենալ, նույնիսկ պաշտպանվելիս։ Այսօրվա դարաշրջանը, այսօրվա իրականությունը այնպիսին է, որ պետությունները կարողանում են մնալ իրենց տեղում, եթե իրենց առաջնորդը տեսակով ուժեղ է, տեսակով որոշող է։ Քանի որ երբ մենք անցանք այն փուլը, երբ դադարեց տեսությունները գործել, երբ կարելի ասել քաղաքականությունում, այսպես ասած, աշխարհում դադարեցին տեսությունները որոշակիորեն իրենց այսպես ասած դերը ունենալ, աշխատեց պոպուլիստների գործոնը։ Այդ մարդիկ կարողացան աշխարհում որոշակիորեն պետությունների գլուխ կանգնել, իշխանություն վերցնել, ինչն էլ այսօրվա Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելու մեջ է։ Պետք է հստակ հասկանալ, որ եթե ուզում ենք ուժեղ Հայաստան, ուրեմն մեզ որոշող է պետք, ուրեմն մեզ գոնե առաջնորդ է պետք։ Այս ձևակերպումը պիտի տանք։ Ում համար է գաղտնիք այսօր Չինաստանը ներկայացնում է Սին Ցզինպինը եւ նրա օրոք փափուկ ուժի իր տեխնոլոգիան, մեկ գոտի մեկ ճանապարհի իր քաղաքականությունը միայն իր օրոք շատ լավ արագ աճեց։ Եվ կարելի ասել է, որ ուժեղ ղեկավարի կողքին պիտի տեսնես գոնե ուժեղ ղեկավար, որովհետև ուժեղներն էլ են ուզում ուժեղին տեսնել։ Քանի որ թույլերը նրանց կողքին միայն դեռևս քաղաքական գործիք են։ Շնորհակալ եմ Շիրես, շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրույցի համար մեր հետևորդին հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը։ Դուք հետևեցիք Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկմանը։ Առայժմ